Ինչու ենք մենք ծերանում։ Երևի թե չկա մարդ, որ կյանքում գոնե մեկ անգամ այս հարց իրեն չտա։ Դուք մեզ մի քանի շատ հետաքրքիր նյութ եք ուղարկել՝ գիտական հոդվածներ, տարբեր տեսությունների վերլուծություն, նույնիսկ մի գործնական ուղեցույց։ Մենք փորփրել ենք դրանք, որ հասկանանք, թե գիտությունն այսօր ինչ պատասխան ունի այս հավերժական հարցին։ Տեսությունները շատ են, բայց կարծես թե դրանք պտտվում են երկու հիմնական գաղափարի շուրջ։ Կամ մենք ծրագրավորված ենք ծերանալու, կամ պարզապես մաշվում ենք ժամանակի ընթացքում։ Այո, եւ այդ երկու, այսպես ասած, ճամբարների միջև բանավեճը տասնամյակներ է շարունակվում։ Եկեք սկսենք ավելի ինտուիտիվ թվացող գաղափարից՝ վնասվածքների կուտակումից։ Սերգեևի եւ նրա գործընկերների աշխատության մեջ սա շատ մանրամասն ներկայացված։ Ամենահայտնի տեսություններից մեկը միտոխոնդրիալն է։ Մեր բջիջներում կան միլիոնավոր փոքրիկ էլեկտրակայաններ։ Միտոխոնդրիումները։ Հենց դրանց վրոք վեզ էներգիա են տալիս։ Բայց այս գործընթացը, տեսեք, կատարյալ չէ։ Որպես կողմնակի արդյունք առաջանում են շատ ագրեսիվ մոլեկուլներ։ Ազատ ռադիկալները, չէ՞։ Այո, հենց ազատ ռադիկալները։ Այսինքն մեր էներգիայի արտադրությունն ինքնին ստեղծում է թափոններ, որոնք մեզ վնասում են։ Սա մի քիչ նման է մեքենայի շարժիչի, որը աշխատելիս տաքանում է ու դանդաղ ներսից ժանգոտում։ Շատ դիպուկ համեմատություն է, հենց այդպես էլ կա։ Եվ ամենավատն այն է, որ այդ ազատ ռադիկալները առաջին հերթին հարվածում են հենց միտոքոնդրիումներին, վնասում են դրանց ԴՆԹ-ն, ստացվում է մի տեսակ արատավոր շրջան, որքան շատ են վնասվում միտոքոնդրիումները, այնքան ավելի անարդյունավետ են աշխատում եւ այնքան ավելի շատ ազատ ռադիկալներ են արտադրում։ Ժամանակի ընթացքում այս վնասը կուտակվում է։ Լավ, բայց սա միայն ազատ ռադիկալների մասին է, թե կան նաև այլ տեսակի աղբեր, որոնք կուտակվում են մեր մեջ։ Եվ դրանք ոչ պակաս կարևոր են։ Աղբյուրներում առանձնացվում են եւս մի քանիսը։ Օրինակ կա լիպոֆուսցին կոչվող նյութ, սա պատկերացրեք մի տեսակ բջջային աղբ է, կազմված վնասված սպիտակուցներից ու ճարպերից։ Այն խցանում է բջջի վերամշակման կենտրոնները, լիզոսոմները ու խանգարում դրանց նորմալ աշխատանքին։ Մի րոպե, եթե մեր բջիջներն ունեն վերամշակման կենտրոններ, ինչպես նշեցիք, ինչու են դրանք թույլ տալիս, որ այդ աղբը կուտակվի։ Ինչն է սխալ գնում։ Հենց դա է խնդիրը։ Տարիքի հետ այդ համակարգի արդյունավետությունը նվազում է։ Այն պարզապես չի հասցնում մաքրել այն ամենը, ինչ առաջանում է։ Մեկ այլ վառ օրինակ են այսպես կոչված գլիկացման վերջնական արտադրանքները կամ AGS։ Սա տեղի է ունենում, երբ շաքարի մոլեկուլները, այսպես ասած, կպչում են սպիտակուցներին, դրանք դարձնելով կոշտ ու անգործունակ։ Պատկերացրեք, որ մեր հյուսվածքները դանդաղ կարամելանում են ներսից։ Սարսափելի է հնչում։ Այո, ու սա հատկապես վտանգավոր է արյունատար անոթների համար, որոնք կորցնում են իրենց էլաստիկությունը։ Այդ AGL-ի մասին լսել եմ խորովածի կամ լավ տապակած ստեյքի հետ կապված։ Այսինքն դա նույն պրոցեսն է, որը տեղի է ունենում մեր մարմնի ներսում, ուղղակի շատ ավելի դանդաղ։ Բացարձակապես նույնն է։ Եվ վերջապես կան ամիլոիդային կուտակումները։ Դրանք շատերին ծանոթ են Ալցհեյմերի հիվանդությունից։ Ճիշտ է, սա էլ վնասված սպիտակուցների կուտակում է, որը խաթարում է նյարդային բջիջների աշխատանքը։ Այսպիսով այս բոլոր աղբերի կուտակումը միասին բերում է օրգանիզմի ընդհանուր մաշվածությանը։ Լավ, այսինքն մի կողմից մենք պարզապես փչանում ենք, բայց ինչ կասենք մյուս տեսության մասին։ Այն, որ ծերացումը նախապես ծրագրավորված է։ Սա մի քիչ, չգիտեմ, գիտաֆանտաստիկա հնչում։ Իրականում բնության մեջ դրա օրինակները շատ են։ Ձեր ուղարկած աղբյուրներում նշվում է օրինակ խաղաղօվկիանոսյան սաղմոնը։ Այն ձվադրումից անջապես հետո մահանում է։ Այո, կամ բամբուկը, որ ծաղկում է հադուր տարին մեկ ու թառամում։ Հենց դա, սրանք ակնհայտ ինքնաոչնչացման ծրագրեր են։ Իսկ մարդկանց դեպքում ամենահայտնի տեսությունը թելոմերայինն է, առաջարկված Օլովնիտովի կողմից։ Թելոմերներ։ Դրանք, եթե չեմ սխալվում, մեր քրոմոսոմների ծայրերում գտնվող պաշտպանիչ գլխարկներն են, այնպես չէ՞։ Ճիշտ այդպես։ Եվ ամեն անգամ, երբ բջիջը կիսվում է, այդ գլխարկները մի փոքր կարճանում են։ Սա նման է մի տեսակ հետհաշվարկի ժամացույցի։ Երբ թելոմերները հասնում են քրիտիկական կարճության, բջիջը կորցնում է կիսվելու ունակությունը, այն մտնում է այսպես կոչված ծերացման փուլ։ Դեռ կենդանի է, բայց այլևս չի կարող վերարտադրվել։ Այսինքն մեր բջիջներն ունեն ներկառուցված ժամկետի ավարտ։ Սա ուղղակի ապշեցուցիչ է։ Բայց ինչու։
Ինչու պետք է բնությունը այդպիսի սահմանափակում դներ։ Սա է ամենահետաքրքիր հարցը։ Գերիշխող տեսությունն այն է, որ սա փոխզիջում է։ Թելոմերների կարճացումը շատ հզոր պաշտպանական մեխանիզմ է քաղցկեղի դեմ։ Ինչպես։ Վերականգնում է թելոմերների երկարությունը։ Այսպիսով, բնությունը կարծես ընտրություն է կատարել, սահմանափակում է բջիջների կյանքի տևողությունը, մենք նվազեցնում ենք քաղցկեղի զարգացման ռիսկը։ Ուրեմն ստացվում է երկու հակադիր պատկեր՝ մի կողմից պատահական վնասվածքներ, մյուս կողմից խիստ գենետիկ ծրագիր։ Որն է ճիշտը։ Ահա թե որտեղ է ի հայտ գալիս երրորդ ավելի, ասեմ, համապարփակ տեսակետը։ Այն ներկայացված է Խալյավկինի աշխատության մեջ։ Նա պնդում է, որ պետք չէ սա դիտարկել որպես կամ։ Խնդիրը ոչ թե մահվան ծրագրի մեջ է, այլ կյանքի պահպանման ծրագրի խափանման մեջ։ Նա ներմուծում է արտաքին պայմանների adekvat տիրույթի գաղափարը։ Հնչում է բարդ։ Ինչ է դա նշանակում պարզ լեզվով։ Դե, պարզ ասած, ցանկացած կենդանի օրգանիզմ, այդ թվում մարդը, հարմարված է գոյատևելու եւ ինքնավերականգնվելու որոշակի միջավայրում, այն միջավայրում, որտեղ նա էվոլյուցիա է ապրել։ Երբ մենք ապրում ենք այդ օպտիմալ միջավայրի սահմաններում, մեր վերականգնողական համակարգերը հիանալի աշխատում են, բայց երբ մենք դուրս ենք գալիս այդ միջավայրից ու հայտնվում ոչ օպտիմալ պայմաններում, Մեր համակարգերը պարզապես չեն դիմանում ծանրաբեռնվածությանը։ ճիշտ այդպես, եւ հենց այդ պահին էլ սկսվում է վնասների կուտակումը, որն էլ մենք անվանում ենք ծերացում։ Հասկանալի է։ Ուրեմն խնդիրը ոչ այնքան մեր մեջ է, որքան մեր եւ մեր ապրելակերպի միջև եղած դե անհամապատասխանության մեջ։ Մենք կարծես քարանձավային մարդու ծրագրային ապահովմամբ փորձում ենք աշխատել 21-րդ դարի օպերացիոն համակարգում, ու համակարգը պարզապես սկսում է կախել։ Դա խնդրի էությունը հասկանալու հիանալի ձև է։ Ժամանակակից կյանքը, մշակված սնունդ, քրոնիկ ստրես, նստակյաց ապրելակերպ, քնի պակաս, սրանք հենց այն գործոններն են, որոնք մեզ դուրս են մղում այդ օպտիմալ տիրույթից։ Մեր մարմինը պարզապես նախատեսված չէ նման մշտական ծանրաբեռնվածության համար։ Լավ, եթե մեր մարմինը փչանում է ոչ օպտիմալ պայմաններից, ուրեմն մեր ամենամեծ լծակը հենց այդ պայմանները փոխելն է։ Ձեր նշած ուղեցույցում կան կոնկրետ խորհուրդներ, թե ինչպես դա անել, օրինակ սննդի միջոցով։ Այո, եւ այդ խորհուրդները զարմանալիորեն լավ են համապատասխանում այս տեսությանը։ Առաջին ու ամենակարևոր կետը վերաբերում է էներգիային։ Տարիքի հետ մեր նյութափոխանակությունը դանդաղում է եւ էներգիայի կարիքը նվազում է։ Բայց, եւ սա շատ կարևոր է, սննդային նյութերի, վիտամինների, հանքանյութերի, սպիտակուցների կարիքը ոչ միայն չի նվազում, այլ երբեմն նույնիսկ աճում է։ Այսինքն պետք է ավելի քիչ ուտել, բայց ավելի խելացի։ Հենց դա։ Պետք է ընտրել սննդյան նյութերով հարուստ, բայց ոչ շատ կալորիական սնունդ։ Պետք է խուսափել դատարկ կալորիաներից, ինչպիսիք են շաքարը կամ սպիտակալյուրը։ Իսկ քաշի հարցում ինչ խորհուրդ է տրվում։ Ես լսել եմ, որ տարիքի հետ մի փոքր ավելորդ քաշը նույնիսկ կարող է օգտակար լինել։ Դա հետաքրքիր դիտարկում է։ Ուղեցույցը նշում է, որ եթե երիտասարդների համար մարմինի զանգվածի ինդեքսի, այսինքն ՄԶ-ի իդեալական միջակայքը 18.5-ից 25-ն է, ապա 65-ից բարձր մարդկանց համար օպտիմալ է համարվում 25-ից 27 միջակայքը։ Սա հավանաբար կապված է նրա հետ, որ մի փոքր ավելի շատ պաշարները օգնում են օրգանիզմին դիմակայել հիվանդություններին։ Բայց դա չի նշանակում, որ պետք է գեր լինել, իհարկե։ Իհարկե ոչ։ Իսկ ինչ կասեք սպիտակուցների մասին։ Դրանք կարծես առանձնահատուկ կարևորություն ունեն։ Բացարձակապես։ Սա ուղղակիորեն կապված է վնասի կուտակման տեսության հետ։ Տարիքի հետ զարգանում է մի վիճակ, որը կոչվում է սարկոպենիա, մկանային զանգվածի եւ ուժի կորուստ։ Սրան դիմակայելու համար անհրաժեշտ է բավարար քանակությամբ սպիտակուց։ Ուղեցույցը խորհուրդ է տալիս օրական առնվազն 1 գրամ սպիտակուց յուրաքանչյուր կիլոգրամ մարմնի քաշի հաշվով։ Լավագույն աղբյուրներն են ձուկը, հավի միսը, ձուն, քատնաշորը, լոբազգիները։ Ճիշտ է։ Լավ։ Իսկ վիտամիններից կան այնպիսիք, որոնց վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Այո, ուղեցույցը մի քանիսն առանձնացնում է։ Առաջին տեղում վիտամին D3-ն է։ Այն կրիտիկական նշանակություն ունի ոսկորների առողջության եւ իմունային համակարգի համար։ Եվ ուշադրություն դարձրեք, նշվում է, որ սա միակ վիտամինն է, որը տարեց մարդկանց խորհուրդ է տրվում պարտադիր ընդունել հավելումների տեսքով։ Որքան։ Օրական 20 միկրոգրամ կամ 800 միջազգային միավոր։ Սա պայմանավորված է նրանով, որ տարիքի հետ մաշկի արևի ճառագայթներից վիտամին D սինթեզելու ունակությունը կտրուկ նվազում է։ Շատ կարևոր նրբություն է։
Իսկ ուրիշ Շատ կարևոր են նաև B խմբի վիտամինները, հատկապես B12-ը, որը պատասխանատու է նյարդային համակարգի առողջության համար։ Դրա յուրացումը նույնպես կարող է վատանալ տարիքի հետ։ Եվ իհարկե չպետք է մոռանալ կալցիումի մասին, ոսկորների համար եւ երկաթի մասին, անեմիայից խուսափելու համար։ Գիտեք, այս ամբողջ տեղեկատվությունը կարող է մի փոքր ծանրաբեռնող թվալ, բայց ինձ շատ դուր եկավ ուղեցույցի պարզ կանոնը, որը կարելի է կիրառել ամեն օր, առանց հաշվիչի։ Դա ափսեի կանոնն է։ Փորձեք այնպես անել, որ յուրաքանչյուր հիմնական սննդի ընդունման ժամանակ ձեր ափսեի առնվազն կեսը զբաղեցնեն բանջարեղենը, արմատապտուղները եւ հատապտուղները։ Սա պարզ, բայց շատ արդյունավետ միջոց է։ Միանգամից լուծում ես մի քանի խնդիր, ստանում ես բջջանյութ, վիտամիններ եւ միևնույն ժամանակ վերահսկում կալորիաները։ Ճիշտ այդպես։ Դա տեսությունը գործնական կիրառելի սովորության վերածելու հիանալի օրինակ է։ Դե ինչ, եկեք փորձենք ամփոփել։ Ստացվում է, որ ծերացումը մեկ պատճառ չունի։ Դա մի կողմից մեր օրգանիզմում տարբեր տեսակի աղբի եւ վնասվածքների կուտակումն է, մյուս կողմից մեր գեներում ներդրված սահմանափակումները, ինչպիսիք են թելոմերները։ Եվ այս ամենի վրա ազդում է մեր ժամանակակից ապրելակերպը, որը մեր հնագույն օրգանիզմի համար պարզապես չափազանց ծանրաբեռնող է։ Այո, եւ որպես մտածելու վերջին միտք, աղբյուրներից մեկը շատ հետաքրքիր ուղղություն է ցույց տալիս՝ համեմատական կենսաբանությունը։ Գիտնականներն ակտիվորեն ուսումնասիրում են այնպիսի արտասովոր կենդանիների, ինչպիսին է մերկ խլուրդը։ Այս փոքրիկ կրծողն ապրում է ավելի քան 30 տարի, ինչը անհավանական է իր չափերի համար։ 30 տարի։ Այո, այն գրեթե չի հիվանդանում խաղցկերով եւ մինչեւ կյանքի վերջ ցույց է տալիս ծերացման նվազագույն նշաններ։ Սա մի հարց է առաջացնում։ Իսկ գուցե երկարակեցության գաղտնիքը ոչ միայն վնասը կանխելու, այլև այն անհավանականորեն հզոր ինքնավերականգնման եւ ստրեսի դիմադրության մեխանիզմները գործարկելու մեջ է։ Մեխանիզմներ, որոնք այս կենդանիներն ունեն բնությունից, իսկ մենք գուցե կորցրել են կամ անջատել։ Ահա թե ինչի մասին արժե մտածել։